անել եւ ել չեմ ասում, որ կարիք չլինի, ուրեմն այսքան մարդ բերել ախալքալակից Երևանից էլ չգիտեմ որտեղից։ Մենք ունենք հնարավորություն հիմա կապվելու մեր գործընկեր, մեր ընկեր, ուրեմն Անժելայի հետ էլի բեկվա, այսօր մեկ անգամ խոսել ենք, տեսնենք թե Անժելայի մոտ ինչ նորություններ կան։ Անժ ջան, պրիվետ։ Նորից ողջույն տղաներ, լսվում։ Այո, լսում ենք քեզ։ Ես ու Ֆիդանյանն ենք, Նարեկը։ Տեսնում եմ, այո։ Ողջույն Անժելա ջան։ Ողջույն։ Դե պատմի, ինչ փոխվեց այս ընթացքում։ Լսի, ինձ մոտ ինչպես կտրուկ սկսվեցին կուտակումները, այդպես էլ շատ կտրուկ ձևով ավարտվեցին։ 2.5 կողմերը։ Ինչն եմ հասցրեց այս պատմել ինչը չէ խախտումներից, որտեղ բազմաթիվ խախտումներ եմ այստեղ ֆիքսը իրականում։ Ունեցել եմ քաղաքացի, որ ուզում էր նկարել իր քվեաթերթիկը, կարծեմ ծրարների վերաբերյալ ես պատմել էի արդեն, անհայտ ծագման ծրարներ են, հանձնաժողովի նախագահը պնդում էր, որ դրսից է ինչ-որ մեկը դա բերել իր հետ, բայց դա ֆիքսված փաստ չի, գուցեև քվեաթերթիկները տալուց ուղղակի 2 անգամ են ծրար տվել մարդկանց, դա վերջում հաշվարկի ժամանակ կտեսնենք։ Կահավոր կապված հետևը քվեախցիկների, քանի որ պատոհաններ են այդտեղ բաներ էին փակցրել սպիտակ գույնի, որ չթափանցի, բայց կարծես թե լավ չէին փակել եւ ընթացքում ստիպված եղան նորից ավելի փակել անտեսանելի դարձնել։ Այստեղ կուտակումների ժամանակ ոստիկանության կուտակումներ կային, ԿՊ-ի վստահված անձանց եւ ներկայացուցիչների կուտակումներ կային եւ կուտակումների հետ ավատ միասին իրենք էլ մեզ լքեցին, շատ ավելի հանգիստ իրավիճակը հիմա ընտրատեղամասում հենց նոր միջև ցես այդ կապի դուրս գալը սարքերն էին, նույնականացնող սարքերն էին փչացել, ինչ-որ բաներ տեղի ունեցել, մի քանի րոպե շարունակ ընտրության process-ը այսպես կանգ էր առել պաուզայի վրա էր։ Այս պահի դրությամբ այսպես աննախադեպ բարձր իդեմ մասնակցություն այստեղ ամաս, ինչպես վկայում են մարդիկ, որոնք առաջի անգամ չի, որ այստեղ դիտորդ եւ վստահված անձինք են, ասում են, որ այսպիսի բարձր մասնակցություն այս ժամի դրությամբ իրանք երբևէ չեն տեսել այստեղ ամաս։ Հետաքրքիր կլինի, կարծում եմ, ձայների հաշվարկը ինձ մոտ։ Հասկացա, մենք նոր դիտում էինք, չգիտեմ դու ուներ հնարավորություն նայելու թե չէ, Մարտուն Գրիգորյանի ուրեմն ասուլիսը ինքը այդտեղ կանխատեսում էր անում, որ մինչև ժամը 6-ն է մոտարապես, որ սենց հարաբերական անդոր է լինելու եւ իր կանխատեսումներից 6-ից հետո է սկսվելու այդ բոլոր տեսակ խնդրահարույց իր բաները, այդ պատասովկաները։ Ինձ մոտ առավոտվանից խնդրահարույց է այս տեղամասը, բազմաթիվ արդեն խախտումներ ֆիքսել են եւ ես չգիտեմ էլ ինչ պիտի ինձ մոտ լինի, ոստիկաններին ժամը 4-ի կողմերը բերեցին, մոմեր տվեցին, այդպես հարց տվեցի, ակնկալում ենք, որ լույսը պիտի անջատվի, որտեղ երևի թե միակ բան ինչ որ իմ տեղամասում դեռ տեղի չի ունեցել, դա լույսերի անջատումն է։ Իհարկե մենք պատրաստ ենք այստեղ ամեն ինչի, կազմ պատրաստ եւ ֆիքսում ենք ամեն ինչ։ Հասկացա, իսկ մի բան էլ կասես, փաստորեն քեզ մոտ մեծ ակտիվություններ այդ մինչև ժամը 2-ի տվյալներով, իսկ 2-ից հետո, օրինակ հիմա մենք սպասում ենք 2-ից 5-ը, երբ կհրապարակվի, այդտեղ կոնկրետ քո ընտրատեղամասի մակարդակով ակտիվությունը ընկած է ավելի, ճիշտ եմ հասկանում։ Ավելի ընկած է, այո։ Բայց ընդհանուր առմամբ աննախադեպ բարձր մասնակցությունը, ինչպես վկայում են վստահված անձինք եւ դիտորդներ, որոնք առաջի անգամ չեն այս տեղամասում։ Ինչի մասին դա կարա վկայի աննախադեպ բարձր ակտիվությունը։ Հաշվարկի ժամանակ կտեսնենք։ Այո։ Լավ, շնորհակալություն, քեզ համբերություն, Ես այստեղ եմ, ես մինչև հաշվարկի ավարտելու եմ այստեղ աննահանջ կերպով առավոտվանից ինչ բացվել է տեղամասը այստեղ եմ, ամեն ինչ ֆիքսում եմ, չեմ շրջում, չեմ պտտվում, ես ինչքանով հասկացա բավականին տարօրինակ պրոբլեմներով ընտրատեղամասը եւ որոշել եմ ես մինչև վերջ մնալ այստեղ եւ պատրաստ ենք ամեն ինչի։ Մալադեց։ Դե կապի մեջ, շնորհակալություն։ Ձեզ էլ համբերություն։ Անժելա ջան։ Շատ կապի մեջ։
Մեզ այստեղ էքսկլյուզիվ վիդեո են փոխանցե